Ես ընդհանրապես չեմ հիշում որևէ տարի, որը սկսվեր այդքան հագեցած քաղաքական, աշխարհաքաղաքական առումներով, որքան այս մեկը։ Սովորաբար հունվարը դա կիսադատարկ ամիս է, երբ մարդիկ տոնում են, հետո սթափվում են, հետո կամաց մտնում են հունի մեջ։ Այս հունվարը, այս 26 թիվը սկսվեց դեռևս դեկտեմբերի վերջին օրերին Իրանի ապստամբությամբ, որը ճնշվեց, բայց չի մարել եւ հենց հիմա փաստորեն ամբողջ աշխարհը շունչը պահած ամենայն դեպս մի մասը եւ մենք այդ մասի մեջ սպասում ենք, թե կլինի երկրորդ փուլը, թե չէ, կլինի արտաքիններ խուժումը, Միացյալ Նահանգների, Իսրայելի ներգրավումը կիրականացվի, թե ոչ։ Շարունակվեց այդ տարին Վենեսուելայի հայտնի եւ սենսացիոն զարգացումներով եւ փաստորեն կիզակետներ հունվարի դա Դավոսը, որը փաստորեն ֆորմալ ձևով ֆորմալիզացրեց, որպես բանաձև դարձրեց մի շարք փայլուն իմիջիայլոց եւ դասագրքերի ապագա դասագրքերի մեջ կմտնեն այդ ճառերը մի շարք ելույթներով, մի շարք բանաձևերով ֆորմալիզացվեց վաղուց հասունացող, բայց մակերեսին հենց հունվար ամսին այս օրերին երևաց արևմուտքի պառակտումը, Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը այլևս միասնություն չեն։ Շատերն ասում են, որ դա ժամանակավոր է, մակերեսային է եւ պետք է պարզապես համբերել։ Ես չեմ բացառում, բայց հիշեցնեմ, որ Թրամփը դա այլևս պատահական երևույթ չէ, որովհետև նա երկրորդ անգամ է ընտրվում եւ հետեւաբար Միացյալ Նահանգներում կա զգալի ներուժ այդ իզոլյացիոնիզմի, այդ մեկուսացման, որին հիմա կտրուկ դիմակայում է Եվրոպան եւ այստեղ պետք է հասկանալ, որ Եվրոպան դա միայն Եվրամիությունը չէ։ Եվրամիությանը այս առումով միացան Բրիտանիան, որտեղ զուգահեռաբար սկսվեցին խոսակցություններ վերադարձի մասին, Եվրամիությունը եւ դա կոչվում է Britain, ինչպես Brexit-ներ, հիմա Britain են անվանում այդ նախագիծը, առաջնահերթ եւ փաստորեն առաջնորդի դերն իր վրա վերցրեց անսպասելիորեն Կանադան, որովհետև պետք է հիշել, որ շատ սիրված Կանադայում նախկին վարչապետ Տրյուդոին դեռևս տարի առաջ Թրամփը փաստորեն քաղաքականապես ոչնչացրեց, նա հեգնեց նրան, նա նսեմացրեց եւ Տրյուդոն, որի միջալոց սկսնակ չէ, պետք է ասել, որ Տրյուդոն դա մի ամբողջ քաղաքական դինաստիայի, նրա հայրը իր հերթին ժամանակին եղել է շատ սիրված եւ արդյունավետ վարչապետ Կանադայում եւ Պիեր Տրյուդոն եւ Տրյուդո կրտսերը հրաժարական տվեց, ավելի ճիշտ փաստորեն Կանադայի վերնախավը որոշեց նրան փոխարինել Մարկ Կարնեով, որը թվում էր շատ ավելի պրոամերիկյան գործիչ, նա աշխատում էր որպես շատ խոշոր ֆինանսական գործիչ, բանկիր, Bank of Canada եւ մի քանի այլ կարևորագույն եւ զարմանալի էր շատերի համար, որ Կարնին վերցրեց շատ կոշտ փաստորեն կուրս Միացյալ Նահանգների այս քաղաքականության դեմ եւ ինչ որտեղ նա Ֆինլանդիայի նախագահ Ստրուբը, որը իմ կարծիքով եվրոպական քաղաքականության գերաստղ է նոր, Բելգիայի վարչապետը, ես ասացի նախագահ, կներեք Ֆինլանդիայի վարչապետ Ստրուբը եւ այլն։ Փաստորեն մենք տեսնում ենք, որ Կանադայից մինչեւ Ավստրալիա եւ իհարկե Եվրամիությունից մինչեւ Մեծ Բրիտանիա կամ ինչպես Լավրով ասում է, այլևս ոչ թե Մեծ Բրիտանիա, այլ պարզապես Բրիտանիա, ասում է դուք այլևս մեծ չեք, ինչևէ։ Մենք տեսնում ենք, որ արևմուտքը կիսվել է եւ ինչի համար է սա կարևոր, ինչու է սա կարևոր Հայաստանի համար, որովհետև Հայաստանը հայտնվեց շատ տհաճ այս առումով իրավիճակում, երբ մենք ստիպված ենք ընտրություն կատարել
արևմուտքի այդ երկու նոր բևեռների միջև։ Նոր չէ, բայց այնուամենայնիվ, եթե առաջ ասելով արևմուտք մեզ մոտ նկատի ունեն եւ Միացյալ Նահանգները եւ Եվրոպան, հիմա այդպես չէ եւ Բայդենից հետո արդեն ոչ, այդպես չենք, բայց Բայդենի ժամանակ դեռևս միացյալ էր։ Հիշեցնեմ, որ միասնական արևմուտք էին առաջին անգամ երևաց դեռ Օբամայից հետո, երբ որ Տրամպը առաջին անգամ եկավ եւ դա թվում էր ինչ որ ժամանակավոր անհեթեթություն։ Հիմա պարզ է, որ սա շատ լուրջ գործընթաց է։ Եվ Հայաստանի համար հունվարը, եթե անգամ մի պահ մոռանանք արևմուտքի այս բաժանումը, այո, հերթական հնարավորությունների եւ հերթական թերությունների, սխալների, ուշացումների եւ կորուստների ժամանակաշրջան է։ Իմ կարծիքով, ասեմ միանգամից իմ ֆունդամենտալ մոտեցում այս ամենին։ Ես համոզված եմ, որ Հայաստանի այս կառավարությունը եւ ինչ որտեղ ցանկացած կառավարությունը միևնույն է գնալու այն ճանապարհով, որը ծրագրել ենք մենք Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, որևէ այլ ճանապարհ բացի եվրոինտեգրումից Հայաստանը չունի։ Եվ դա գյուտ չէ։ Դա եղել էր եւ 20 տարի առաջ, վերջերս նշվեց Ստրասբուրգում Հայաստանի Եվրախորհրդին միանալու 25-ամյակը, աստված իմ 2001 թվականին Քոչարյանի օրոք, ամենամեծ ռուսամետ նախագահի օրոք, փաստորեն ճիշտ է իրավիճակը Ռուսաստանում էլ էր այն ժամանակ բավական տարբեր, բայց Հայաստանը փաստորեն առաջին լուրջ քայլ արեց դեպի եվրոինտեգրում։ Հետո մենք հիշում ենք Եվրոասիացիացման նախագիծը եւ լուրջ ֆինանսական ներդրումներ Սերժ Սարգսյանի օրոք եւ հիմա այդ դրամատիկ իրավիճակը, երբ որ ընդունվել է արդեն 10 ամիս առաջ Հայաստանի օրենքը եվրոինտեգրման մասին եւ այդ մասին խոսում են մեծ զայրույթով Ռուսաստանում, Լավրովը, նրա խոսնակներն են նշում անհամատեղելիությունը Հայաստանի դիրքի Եվրամիության եւ եվրոասիական այդ Ռուսաստանի կարճ ասած միջև եւ այնուամենայնիվ հապաղումները բերում են նորանոր զրկանքներ եւ կորուստներ։ Վերջին օրինակն է այն, որ իմ կարծիքով շատ վտանգավոր քայլ է արված էներգետիկ համակարգերի միավորման եւ այս գիշեր մենք իմացանք, որ Ադրբեջանը եւ Թուրքիան սկսել են կառուցել Զանգեզուր անունով իմիջիայլոց բարձր լարման հոսանքի գիծ 1000 կիլովատանոց Արցախյան զավթված տարածքների Նախիջևանի եւ Թուրքիայի միջև։ Փաստորեն մշակվում է եւ երկաթուղային, հիշեցնեմ, որ Թուրքիան արդեն կառուցում է Կարս Նախիջևան երկաթուղին իր տարածքով, այլ ոչ թե օգտագործելով Գյումրի Սադարակ Նախիջևան Օրդուբադ ճանապարհը եւ այն, որ դրան միանում են բացի ավտոմոբիլային նաեւ հոսանքի գծեր եւ պարզ է, որ հետևելու են գազի, էլեկտրական գծեր, դա ստեղծում է բոլորովին նոր իրավիճակ եւ այդ վիճակը վտանգավոր է մեզ համար այն առումով, որ Հայաստանը կորցրել է վերահսկողությունը, որքան էլ Երևանում պնդեն հակառակը, BlackRock միջազգային կորպորացիայի երևացող հետաքրքրությունը այս ճանապարհի նշանակում է, որ դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ չեն։ BlackRock-ը դա առանձին մեծ խոսակցություն է, դա գերազգային, գերպետական, հսկայական 15 տրիլիոն կարողություն ունեցող կառույցը, որը երևում է այնտեղ, որտեղ փոխվում է աշխարհակաղակականությունը։ Իրաքում էր այդպես, Պանամայում է այդպես, Եգիպտոսում, արաբական հեղափոխությունների ժամանակ, այնտեղ որտեղ գալիս է BlackRock-ը, փոխվում է աշխարհակաղակականությունը, աշխարհագրությունը, քաղաքական քարտեզը։ Այստեղ ինչ է փոխվելու։ Այստեղ մենք մեծ վտանգ ենք հիմա, մեծ վտանգի առջև ենք կանգնած, որովհետև Հայաստանի գոյությունը դա Սյունիքի ինքնիշխանությունն է։ Եվ որքան էլ հաճախ կրկնենք այդ խոսքը փաստաթղթերում ինքնիշխանություն, կարծեմ 13 անգամ են հաշվել, որ կրկնված է այնտեղ։ Դա
դեռևս ապացույց չէ, որ մենք իրապես պահպանել ենք, որովհետև գործողությունները հակասում են հայտարարություններին եւ Թրամփի համար, Թրամփի օրոք, սա բոլորովին պատահականություն չէ, սա գրեթե օրինաչափություն է։ Ասվում է մի բան, արվում է ճիշտ հակառակը։